Տեսա, որ մի քանի անգամ զանգել ես։ Կարևոր հանդիպման էի։ Հիմա լսում եմ քեզ։ Որտեղ եմ անեն հիմա։ Երևի իրանց տանը։ Իրանց տանը չի։ Ովոյի մոտակոմս։ Ես համաձայնվել էի քո խաղայի այն պայմանով, որ դու պետք է ապահովեիր Մանեի անվտանգությունը։ Իսկ դու ինչ ես անում։ Ստոպ, Վիլեն։ Ես քեզ տենց բան չեմ ասել։ Ես ասել եմ, որ կսպանեմ Մանեին, եթե դու չանես այն ինչ որ ինձ պետք է։ Դրանք տարբեր բաներ են, չէ՞։ Դու լսում ես ես քեզ ինչ եմ ասում եմ Մանեն Ովոյի մոտ է։ Հովոն Մանեին չի վնասի։ Եթե դա է քեզ անհանգստացնում։ Ինքը պատրաստ էր Մանեի համար մեռնել։ Հովոն դա չի անի։ Իսկ ես կանեմ։ Չկասկածես։ Նույնիսկ եթե Մանեն Հովոյի մոտ լինի։ Ու ես այդ ժամանակ քո վիզը կկտրեմ։ Ու անկախ նրանից թե դու աշխարհի որ մասում էլ պահկված ելնես։ Դու հիմա ավելի լուրջ խնդիրներ ունես։ Քան ինձ սպառնալը։ Մի քանի օրից Ռուստամը լինելու է Հայաստանում։ Ռուստամը Ռուսաստանում է նստած։ Հովոյի ջանքերով։ Ռուստամը իր սրոկը անցկացնելու է Հայաստանում։ Դու հասկանում ես, չէ՞, դա ինչ է նշանակում։ Եթե ինքը գաղութներում ոչնչացնի քո բոլոր կողմնակիցներին, ուրեմն դրսում քո շանսերը կտրուկ կնվազեն։ Լավ, ես կզբաղվեմ այդ հարցով։ Բայց ինձ մարդիկ են պետք։ Չես վստահում տեղի մարդկանց։ Վստահում եմ։ Բայց ովն սաղին առել է, այսօր քո հետ եմ, վաղը քո դեմ։ Ինձ մարդիկ են պետք, որս թեմաներից հեռու լինեն։ Իմ տղերքից 10-ին Կուղարկեմ Երևան, լավագույններին։ 10-ը քիչ է։ Վիլեն, սրանք սովորական բանդիտներ չեն։ Կռիվ տեսած, պատերազմական գործողություններին մասնակցած աֆիցերներ են։ Հայ, ռուս, Վրացի։ Լավ, Բայց զենքի հարցը դու ես լուծելու։ հա այդ պրոբլեմ չի։ առավոտը կգրեմ որտեղ դիմավոր ես։ Անձամբ Նրանք մենակ քեզ են ճանաչում։ Եղավ։